Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Գերագույն խորհրդի պատգամավոր հասարակական քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի հետ։ Ողջույն պարոն Արշակյան։ Շատ շնորհակալ եմ, որ այժմին մեզ հետ եք։ Այսօր հունիսի 26-ն է, Սահմանադրական դատարանը քննելու է հավաքական ընդդիմության, այսպես կամ մի շարք ընդդիմադիր կուսակցությունների քաղաքական ուժերի հայցը, որը վերաբերում է անցած ընտրություններին խորհրդարանական, որքան գիտեմ ձեր կուսակցությունը եւս դիմել է Սահմանադրական դատարան, ինչին է վերաբերում ձեր հայցը, ինչ եք ակնկալում, արդյունքը ինչպիսին պետք է լինի ըստ ձեզ։ Արդյունքը ես կարծում եմ, որ կլինի այն ինչ որ պետք է լիներ, այդ Սահմանադրական դատարանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, պետական իշխանության մարմինների գործունեությունը գործունեության մեջ մի օղակ է Սահմանադրական դատարանը ու այսպես գնանք ազգային անվտանգության ծառայություն, ներքին գործերի նախարարություն, կենտրոնական ընտրական հանձնաժողով, հակակոռուպցիոն կոմիտեն եւ այլ բոլորը միասին հիմա ձևավորում են հատուկ գործարք Հայաստանի Հանրապետության իշխանությունները գործարքի մեջ են Հայաստանի Հանրապետության թշնամիների հետ, հայկական պետության հակառակորդների հետ գործարքի մեջ են եւ 50-50-ով հաշտության եկան։ Հիմա Սահմանադրական դատարանը մի քանի գլուխ ունի, որ այլ որոշում կայացնի, այսինքն բեկանի գործարքը։ Իդեպ գործարքը տեսախցիկների առաջ է տեղի ունեցել։ Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը այն թեթևակի քննարկումը, ովքեր կարող են Հայաստանում իշխանություն ունենալ, դա մեզ ներկայացրեցին, որ պայմանավորվեցին ու մեր երկրի ղեկավարն ասաց փորձեք, մեր երկիրը ազատ երկիր է, ովքեր իրավունք ունեն կարող են պայքարել իշխանության համար։ Դա մեզ ցույց տվեցին։ Ես, քանի որ ինքս այդտեղ եղել եմ մի ժամանակ, այդպիսի բանակցությունների եւ գործարքների մասնակցել եմ, ուրեմն ասում եմ, որ մի խանգարեք, այսինքն անգործության մատնվեք, մատների արանքից նայեք, մենք ուզում ենք որոշակի չափաբաժին ունենալ իշխանությունում։ Այդ Ռուսաստանն է ասում։ Այո, Ռուսաստանը ասեց, որ մենք ուզում ենք այնտեղ լինել։ Ապրիլի 1-ի հանդիպման ժամանակ։ Այո, ասեց մենք ուզում ենք լինել։ Նիկոլ Փաշինյանը ասեց կարգ ու կանոն կա, այդ կարգ ու կանոնով համեցեք։ Մեր մոտ ազատ է, եկեք։ Մենք ընդհանրապես թողնում ենք դա ժողովրդին։ Գրավեք, գայթակղեք մեր ընտրող քաղաքացիներին եւ եկեք ձեր տեղը զբաղեցրեք։ Հիմա Սահմանադրական դատարանը այդ ապրիլի 1-ի հաղորդումից հետո դրանցից մի քանիսին անհայտ մարդիկ չեն, մի քանիսը հայտնի են իրենց կենսագրությունով, գործունեությունով, նրանք ինչ որոշում պետք է կայացնեն։ Ես կարծում եմ, որ գործարքը կավարտվի, գործարքը, այսինքն կստանա իր կճանաչվի, Սահմանադրական դատարանի կողմից կճանաչվի, այսինքն այս ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանը կհամարի, որ ամեն ինչ կարգին է, եղել են առանձին թերություններ որոշ տեղերում, որոնք չեն ազդել ընդհանուր բանի վրա, արդյունքների վրա։ Այսինքն լեգիտիմությունը կհաստատվի ընտրությունները լեգիտիմ են, օրինական են։ Տեսեք, ես ասում եմ գործարքը։ Բայց մենք ընտրությունների մասին ենք խոսում։ Այո, գործարքը տեղի ունեցավ այդքան մեծ զանգվածային ձևաչափով։ Զանգվածն է 300,000։ Ախր երբ որ դուք ասում եք գործարք, դա ստացվում է, դուք ասում եք պայմանավորվածություն, դա նշանակում է կեղծ ընտրությունների արդյունքներ։ Որովհետև եթե ինչ-որ բան պայմանավորված է, նշանակում է դա իսկական չէ, կեղծ է։ Արդյոք դուք դա նկատի ունեք։ Այո, ես ասում եմ, որ ընտրությունների արդյունքները չեն համապատասխանում ժողովրդի կամքին, այսինքն մեր քաղաքացիները ազատ արդար թափանցիկ մրցակցային ընտրությունների չկարողացան մասնակցել։ Պայմաններ ստեղծվեցին, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ընտրեն իշխանություն։ Պայմանները չէին համապատասխանում
եւ օրենքին եւ արդարադատության տրամաբանությանը, որովհետեւ ես ասում եմ, որ երբ որ ապրիլի 1-ին մենք տեսնում ենք, որ մեզանից խլում են, կարելի ասել բռնության սպառնալիք էր դա, օրինակ հենց միայն այդ եթերից հետո մենք պետք է բան անեինք, մեր սահմանները փակեինք, այստեղ որոշ քաղաքական ուժեր պետք է զրկվեին քաղաքական իրենց կարգավիճակից, քաղաքական կուսակցություն լինելու կարգավիճակից, որովհետև տերը իրենց գործատում սպառնաց մեզ, ասես որ մենք ուզում ենք գանք եւ այլն։ Նիկոլ Փաշինը հենց որ վերադարձավ, պետք է կառավարության նիստ կամ ընդլայնված ազգային ժողովի նիստ լիներ, ասային, որ մեզ սպառնում են, մեր երկիրը ուզում են օկուպացնել, իշխանությունը ուզում են զավթել, զավթիչները անուն ազգանունով հայտնի են, ուրեմն փակում ենք ճանապարհը, ճիշտ այնպես, ինչպես եթե մենք իմանայինք, որ որևէ երկիր դեսանտ է ուզում իջեցնել, որպեսզի զավթի, օրինակ կառավարության ազգային ժողովի սահմանադրական դատարանի շենքերը պետք է գրավեն դրանք ու անձնակազմ տեղավորեն, գրավել շտուրմի մասին չի խոսքը, վերցնում են ու փոխում են անձնակազմը, կառավարության անդամներին փոխում են, սահմանադրական դատարանի անդամներին փոխում են, ազգային ժողովը ցրում են այլ ազգային, իրենց մարդկանց են բերում, մենք ինչ կանեինք, անպայման սահմանները կփակեինք, չէ, այդ պետական ինստիտուտների համար հատուկ անվտանգային պայմաններ կստեղծեինք, ես դրա համար ասում եմ, որ մեր պետությունը, մեր իշխանությունները դա չարեցին, թույլ տվեցին, որ իշխանության մի մասը հակառակորդը զավթի, ինչի համար հակառակորդը, այն պետությունը, որը որ մեզ տնտեսական պատերազմ է հայտարարում, այսօր մենք այդ ռեժիմի մեջ ենք, տնտեսական պատերազմի մեջ ենք, մեկը մի պետություն, որը մեզ գաղափարական և հոգեբանական պատերազմ է հայտարարել, մեզ հայհոյում է, իդեպ մեր փողով, մեզ հայհոյում են, Եվ մեր ազգանուններով է միջել լուծում։ Ազգանունը կարևոր չի։ Դա էլ է օգտագործվում։ Այո, դա հատուկ ցավ պատճառելու համար։ Դա ցավ պատճառը, բան է, ուժեղացնում է, խոցելի է դարձնում մեզ ավելի։ Կամ վերջին հաշվով Նագորնի Ղարաբաղը հանձնող պետությունը, Նախիջևանը հանձնող պետությունը, թշնամուն հանձնող Ղարսը և Արդահանը թշնամուն հանձնող պետությունը, ասում եմ, որ Հայաստանում ուզում եմ ավելի մեծ չափաբաժին ունենալ իշխանության, ու մեր պետությունը դրա դեմը չի առնում, իդեպ ունենալով ռեսուրսներ ունեինք, արդարադատության նախարարությունը լիցենզիան հետ է կանչում, ազգային անվտանգության ծառայությունը իր գործիքներով, իր ձեռնաշղթաներով, դատախազությունը իր որոշումներով, դատարանը իր վճիռներով, դրանք բոլորը պետության անվտանգությունը ապահովող գործիքներ են։ Մեր մոտ այդ գործիքները չեն աշխատել։ Ընդհակառակը, ես կարծում եմ, որ իմ նմաններին և ձեր համակիրներին, այս հաղորդումը նայողներին, ասեցին, որ մենք տեղյակ ենք այդ 300, թե 800, թե 900, իդեպ ես ձեզ ասեմ, որակյալ հանցագործությունները ունեն հատուկ կարգավիճակ, օրինակ գրպանահատը, երբ որ քրեական օրենք, դե հիմա քրեական քրեականացված հարաբերությունների մեջ ենք մենք ապրում, երբ որ գրպանահատը ձեռքը բռնում են գրպանի մեջ, կարևոր չի այնտեղ 10 դրամ էր, թե 10 միլիոն դրամ, այսինքն դա համարվում է որակյալ հանցագործություն։ Հիմա պատկերացրեք, որ այդ ցանկը կաշառատվության այդ գործընթացը այնքան զանգվածային էր, որ ու իշխանությունը դա բացեց, այսինքն ցույց տվեց, ասեց, որ տեսեք, մեր երկիրը զավթում են, գրավում են, այ գործիքները տեսեք, մենք տեսել ենք, մենք դա բացահայտում ենք, այ դրանից հետո հաջորդ քայլն էր փակել, գրպանահատի ձեռքը բռնել,
ձեռնաշղթա հագցնել, չէ, մերոնք չեն արել դա, ես համարում եմ դա պայմանավորվածության մի մասը, այսինքն պայմանավորվել էին, որ թույլ ենք տալի, ինչքան կարող են, թող այդքան վերցնեն, հիմա էլ մենք ասում ենք, չէ, հենց բոլոր հարմար առիթներով 3 առաջորդներ վարչապետը իր այդ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ահագին բաներ ասեց, չէ, օրինակ տնտեսական հարաբերությունների մասին մեր երկրի, ասեց դա կա թե չկա, պատկերացրեք, այսինքն մեզ ասեց, որ չկա, եթե բեռների շրջանառությունը, ֆինանսների շրջանառությունը, մարդկանց ազատ տեղաշարժը սահմանափակվում է տարբեր օրենքներով, ուրեմն չկա այդ դաշինքը, մաքսային միություն և Եվրազիական տնտեսական միությունը չկա, այսինքն եթե գիտեք ինչ, հիմա մենք իմանայինք, Տիկին Գայանը, որ այս հաղորդման ժամանակ մենք բացահայտում ենք կատարում, ասում ենք, որ այդ Եվրազեսը խափանված է, չի աշխատում, կասենք, պարոն վարչապետ, գիտեք, մենք հայտնաբերել ենք դա, պարզել ենք, դες տեղյակ եք պահում, չէ, վարչապետն է մեզ տեղյակ պահում, ասում է, ես գիտեմ, ճիշտ այնպես, ինչպես ODKB-ն, հապ կասելը սխալ է, որոշ բաներ կան, օրինակ սովետական, պետք է ասենք, ոչ թե խորհրդային, դա խորհրդային չի, դա սովետական է, մեծամասնական չի, այլ բոլշևիկներ են, այդ ճիշտ այդպես էլ ես կարծում եմ, որ ODKB Եվրազես պետք է ասենք մենք, պետք է ասենք, ուրեմն ես համարում եմ, որ անգործությունը բացարձակ ձևով չի եղել, իշխանությունը գործել է, բացահայտել է, ինչքան կարողացել է, այնքան բռնել է զավթիչին, օկուպանտին, պատկերացնեք, բռնել է, բայց հաջորդ քայլը ապահովել ժողովրդավարությունը Հայաստանում, ապահովել Հայաստանի իշխանության անկախությունը, պատկերացնում եք, երկերը ճանաչված է Միավորված ազգերի կազմակերպությունում, աշխարհի բոլոր, նույնիսկ Պակիստանն է արդեն ճանաչում մեզ, Ինդոնեզիան է սկսել են ճանաչել, որպես անկախ պետություն, հռչակված անկախ պետություն, իշխանությունում դեռևս կան օկուպանտներ, այսինքն իշխանության մի մասը այսօր իմիջիալոց մեզ հետ միասին, պատկերացնում եք, մենք բան ենք, այդ շիրենգա, չէ, կալոնա, շարքով գնում ենք սահմանադրական դատարան, պարզվում է, որ այն մյուսները, օկուպանտների հետ միասին, այսինքն մեր պետությունը չի ապահովում նույնիսկ մեր առանձնահատուկ կարգավիճակը, մենք նրանց հետ միասին նույն շարքում ենք կանգնել, ոնց պետք է, ոնց ստացվեց, որ Պարոն Աշակյան, հայցը ինչի մասին է? Հայցը, հենց դրա, ինչ որ ես նոր շարադրեցի, որ պետությունը չի ապահովել քաղաքացիների ազատ, մրցակցային, թափանցիկ, ընտրելու հնարավորությունը, այ մենք դա ենք ասում, ինչ որոշում պետք է սահմանադրական դատարանը ձեր հայցի, եթե բավարարի ձեր հայցը, ինչ որոշում եք սպասում։ Պետք է չեղյալ համարի այդ ամբողջ կամպանիան, որտեղ եթե պետությունը չի կարողացել այդ 6 հոգին, 6-ն, 7-ն, այդ դիմումները հենց դրա ապացույցն են, մարդիկ եկել են ասում են բավարարված չենք այդ չափով իշխանությունը զավթելու, մարդիկ իշխանությունը զավթել են, հիմա բողոքում են սահմանադրական դատարանին, ասում են, որ բավարար չի, մենք ավելի շատ ենք ուզում իշխանություն ունենալ, այսինքն մենք արդարացված ենք, մեր պահանջը ուրիշ բան եթե չլիներ, չկարդային տեքստը, այդ դիմումը, հայցադիմումը, հիմա մենք չենք կարդալու դա, չէ, մենք դա չենք կարդալու, բայց միայն այն, որ 6 ուժ դիմել է սահմանադրական դատարան, ասում է, մեր բաժինը ավելացրեք, հակաժողովրդավարական, հակապետական ուժերը, որոնք դա հայտարարում են, նույնիսկ դրանց մեջ կան ոչ քաղաքացիներ, ուրեմն պատկերացնում եք, մենք ինչքան կարևոր է մեր ներկայությունը այնտեղ, այդ դիրքապահ, չէ, գիտեք ինչ, ներկա բացակայի խնդիրը կա ամեն անգամ, ինձ իր դեպ կարծեմ դուք էլ հարցրեցիք, ես ինչի իմ այս տարիքում, իմ կենսագրությունով գնացի, այս ընտրացուցակում հայտնվեցի, ես ասում եմ ներկա բացակա էր արվում,
Ձեր հաղորդումները ներկա բացակայի մասին, այդպիսին է իմ ընկալումը, գուցե մարազմատիկ բան է դա, բայց ես հասկացա, որ ներկա բացակա են անում, ես ներկա եմ, թե չէ, ես դիրքերում եմ, թե ես դասալիք եմ։ Կռիվ է հայտարարված, պատերազմ է հայտարարված Հայաստանին, իշխանությունը զավթում են, ես ներկա եմ, թե բացակա եմ։ Ես դրա համար նաև, որ ես ներկա եմ, հիմա մեր հանուն հանրապետության կուսակցությունը, որի համակիրն եմ ես, այդ ցուցակով եմ գնացել, ասեց մենք ներկա ենք, կռիվ է, մենք այդ կռվին մասնակցում ենք, մենք պաշտպանում ենք մեր երկիրը, մենք պաշտպանում ենք ժողովրդավարությունը, մենք պաշտպանում ենք արդարությունը, Հայաստանի ինքնիշխանությունն ենք պաշտպանում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սահմանադրական դատարանում։ Լավ, եթե սահմանադրական դատարանը ըստ ձեզ կամ ձեր հայցը բավարարելով համարի, հայտարարի կամ ընդդիմադիր կուսակցությունների հայցով նրանք եւս ընտրությունները համարում են լուծարվելու, այսպես չընդունելու, նրանք կողմնակից են, որպեսզի ընտրությունների արդյունքները չընդունվեն ընդհանրապես։ Երկու կողմն էլ կարծես թե նույն պահանջն է ներկայացնում սահմանադրական դատարանին։ Եվ եթե բավարարվեց, դուք գնում եք դեպի երկրորդ անգամ ընտրություններ անցկացնելու, եթե այո, ինչ պայման պետք է փոխվի, որպեսզի երկրորդ անգամ ընտրություններ անցկացվեն։ Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ ժողովրդավարությունը, այսինքն բավարարել դա անկախություն, բացում եմ։ Ժողովրդավարությունը ենթադրում է, որ պետք է հակաժողովրդավարական ուժերը զրկվեն քաղաքական գործունեությունից։
Այսինքն չի կարելի ժողովրդավարության դեմ եւ անկախության դեմ մեր պետության ռեսուրսներով պայքարել։ Պետք է զրկվեն այդ կազմակերպությունները ընտրություններին մասնակցելու իրավունքից եւ երկար տարիներով, որտեւ ես հիմա նորից բացեմ երկու կազմակերպություն, տեսեք կազմակերպություն եմ ասում, Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի կողմից ճանաչվել են հանցագործ։ Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կազմակերպությունները այդ ընտրարշավի ընտրություններին մասնակցող ուժերը ճանաչվել են, ունեն դատավճիռ, որ հանցագործություն է տեղ ունեցել 2008 թվականի մարտի 1-ին։ Իշխանության զավթում է տեղ ունեցել եւ արդարադատության դեմ խոչընդոտներ են հարուցել։ Դուք պատկերացրեք, մեր երկրում նրանք, որպես ռեցիդիվիստներ, արդեն նրանք ռեցիդիվիստ են, մի անգամ իշխանությունը զավթել են, դրա վերաբերյալ ունեն դատավճիռ։ Հիմա նրանք պետք է չմասնակցեն քաղաքական կամպանիային, քաղաքական պայքարին, քաղաքական հարթակում չպետք է լինեն, այ մենք դա ենք պահանջում, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի։ Այսինքն չպետք է ոչ թե չպետք է լինեն, այլ չպետք է լինեին, հա։ Չպետք է լինեին մեկ, դրա համար Չպետք է մասնակցեին ընտրություններին։ Եվ հիմա Չեղյալ համարի Սահմանադրական դատարանը ու հանձնարարի կառավարման համակարգին, որ ապահովի ժողովրդավարական ընտրություններ, չի ապահովել, այ իշխանությունը չի ապահովել ժողովրդավարական հարց, ինչ եղավ այդ 50-50 պայմանավորվածությունը, եթե կար այդ 50-50-ը, ուրեմն իշխանություն, դուք էլ ասեցիք, ինչու իշխանությունները դրանից հետո չփակեցին, այլ թույլ տվեցին, որպեսզի այդ ձեր ասած պրոքսի ուժերը մասնակցեն ընտրություններին, դա տեղի ունեցավ։ Ինչու դուք դրանից ընտրությունների օրվանից առաջ չընդվզեցիք։ Ասել ենք, ես հիմա ինչ որ ասում եմ, դա ուղղակի կրկնում եմ, ինքս ինձ կրկնում եմ։ Ասել եք, բայց մեխանիզմ չի եղել խոչընդոտելու։ Ռեսուրս, տեսեք։ Հիմա Սահմանադրական դատարան կա, ընտրությունների արդյունքներ կան եւ դուք կարող եք դիմել, առաջ դիմելու տեղ չունեիք։ Ունեինք, դիմել ենք։ Նույնիսկ ձեր մոտ եթերով, այսինքն այլ գործիք մենք չունենք։ Չկա։ Ինչ որ կա, մենք դա անում ենք։ Հիմա էլ տեսեք, երկրորդ փուլին անցնեմ ես։ Հիմա լավ, ենթադրենք Սահմանադրական դատարանը ճիշտ այնպես ինչպես կենտրոն իդեպ ասեմ, որ դրանք փակ լինեին, կիսախավար սենյակում անեին իրար չտեսնելու համար, կասենք դե երևի ինչ որ պայքար է եղել, քննարկում է գնացել, զգուշորեն իրար քաշքշել են, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը միաձայն ասաց, որ թույլ ենք տալիս, որ զավթեն իշխանությունը։ Հանրապետություն կուսակցությունը դիմել էր կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ մատնանշել էր, որ գողանում են պետությունը, թալանում են, տանում են իշխանությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսպես լուսավորված, ինչպես ձեր սրահն է։ Լավ էլ անում են, թող տանեն, այո, թող տանեն, կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը ընթացք չտալ, չկանխել Հայաստանի Հանրապետության իշխանության գողությունը եւ ժողովրդավարության գողությունը, այլ գողության վրա Հանրապետություն կուսակցությունը բռնել էր, ասեց գողանում են իշխանությունը, ասեց լավ են անում, թող տանեն, մենք գիտենք։ Ես դրա համար եմ ասում, ուրեմն գործարքը պայմանավորվածություն է եղել, պայմանավորվածության համաձայն թույլատրվեց, որ նրանք իշխանությունը գողանան հայ ժողովրդից տանեն։ Հիմա ասում եք իշխանությունը գողանան, բայց կոնկրետ թիվ կա մարդկանց, ովքեր իրենց ձայն են տվել, ճիշտ է։ Այո։ Այդ դեպքում ոնց են գողացել, այդ մարդիկ գնացել են եւ ձայնը տվել են։ Երբ որ մարդիկ տեսնում են ապրիլի 1-ին մեր իշխանությունը դուրը չի շրխկացնում, ձեռքը չի խփում սեղանին, խփեց իմիջիայլոց, ասեց որ անձնագիր բան տվեք, թող գան։ Բայց քան մարդկանց տեսեք, մերոնք հասկացան, դեկեն գան է, մեր 300,000 քաղաքացիները հասկացան, որ ծախված է իշխանությունը, 50%-ը տվել են։ Դե ասում եմ, դե մի 10,000 դրամ էլ ես վերցնեմ, ես դատապարտում եմ դա։
Չէր կարելի։ 300,000-ը հակապետական քվեարկության է մասնակցել։ Այսինքն ձայնը տվել են մարդկանց, ովքեր որ ասում են լուծարենք հայկական պետությունը, դարձնենք գուբերնիական վիլայետ։ Ուզում եք ասեք նրանք, ովքեր որ ընդդիմադիր կուսակցություններին ձայն են տվել, անխտիր բոլորը կաշառքի դիմաց են դա արել։ Չէ, ես ասացի երկու կաշառքի դիմաց արնողները 3 կատեգորիայի քաղաքացիներ կան այդ 300,000-ի մեջ։ Առաջինը ովքեր որ կաշառք են վերցրել, երկրորդը ովքեր որ համաձայն են գործարքին։ Պաշտպանում են իշխանության այդ վարքագիծը։ Ասում են, հա, եթե ծախում ենք, թույլ ենք տալիս, որ գրավեն, մենք էլ ենք թույլ տալիս։ Մենք մեր ձայնով թույլ կտանք։ Եվ երրորդ ուժը օգտակար իդիոտները։ Դրանք անընդհատ միտեղ քվեարկում են։ Նրանք փոքրամասնություն են։ Պարոն Աշակյան, կան մարդիկ, ովքեր իրականում տրվելով գուցե ինչ հայտարարություններին, հավատալով այդ վախի մթնոլորտը, որ կամ Ռուսաստան կամ Թուրքիա է լինելու, կամ տարածաշրջանից Ռուսաստանը գնում է, եթե Ռուսաստանը գնա Թուրքիան է գալու եւ Թուրքիան դարձնելու է Հայաստանը վիլայետ, կամ չգիտեմ, կլանելու է Հայաստանը, այդպիսի վախի մթնոլորտում անցկացված ընտրություններում ես չեմ կարող ասել դա որքանով է ճիշտ, ոչ ոք չի կարող ասել որքանով է սխալ, կամ դա պետք է դուք ասեք, ոչ թե ես, բայց մարդիկ տրվելով այդ պրոպագանդային, նրանք ասել են ոչ Թուրքիային, ոմանք ասել են ոչ Ռուսաստանին։ Այդպես էլ է ընկալվում ընտրությունների արդյունքները։ Այսինքն ընդդիմադիր ուժերին ձայն տված մարդիկ ասել են ոչ թուրքական ազդեցությանը։ Թե դա հիմա որքանով է ճիշտ, դրա մասին էլ կարող ենք մենք հիմա խոսել։ Խոսենք։ Ես կարծում եմ այն մարդիկ այդտեղ է մեխը։ Այդտեղ է խնդիրը, որովհետև ես անընդհատ այս ընտրությունների նախորդող շրջանում, ընտրություններից հետո անընդհատ հարցնում եմ, ինչին են այո կամ ոչ ասել ընտրողները, ինչ են գնացել ընտրել ընտրողները։ Այո, հասկանում եմ։ Ոչ թե ում են ընտրել, այլ ինչին են ասել այո, ինչին են ասել ոչ։ Եկեք այդ խորքային այդ հարցին այնուամենայնիվ ձեր պատասխաններ կգնայի ստանալ։ Հիմա նորաձև Տրամպի բերած թարմացրած տերմին է գործարքը։ Մերոնք տեսան, որ կա գործարք, եթե գործարք չլիներ, այսինքն այդ վախի մթնոլորտը չէր կարող լինել Հայաստանում։ Ուղղակի հարկավոր էր տպել Լենին Աթաթուրք, պայմանագիրը տպել ամեն օր բոլորի սեղանին դնել, որ ով է Թուրքիային պետություն դարձրել։ Այսինքն թուրքական սպառնալիք կա, թե չէ։ Այ ովքեր որ մեզ վախացնում են Թուրքիայով։ Այդ դրանց մասին կան հատուկ փաստաթղթեր։ Այդ փաստաթղթերը հարկավոր է տպել, հարկավոր է 1920 թվականի պատերազմը այդ Զանգեզուր կինոյով չբավարարվել, ցույց տալ, որ Կարմիր բանակը, բանվորագյուղացիական, ռուսական բանակը թուրքական բանակի հետ միասին օկուպացրել է հայկական պետությունը, այսինքն թույլ տվեց իշխանությունը։ Այդ 300,000-ը տեսան, որ իշխանությունը իրավունք եւ հնարավորություններ ունի արգելելու այդ քարոզչական տրյուկից, բայց չի անում։ Բարի, դուք ուզում եք վախենում, եթե ինձ վախացնում են, ես գիտեմ, որ ինձ պաշտպանող, իմ վախը չափող գործիքը պետությունն է, եթե պետությունը աջակցում է վախացնողին, ես ասում եմ, չէ՞ որ 3 կատեգորիայի բաժանեցի։ Բարի, մի հարց էլ, ստացվում է դուք ասում եք Ռուսաստանին ոչ ասողը ինքը նաև Թուրքիային է այո ասում, որտեղ Ռուսաստանը եւ Թուրքիան դա նույն խաղացողներ են։ Մենք պետք է դիտարկենք ոչ թե Ռուսաստան, Թուրքիա կամ, այլ Ռուսաստան եւ Թուրքիան միասին են եւ եվրոպական ճանապարհը։ Արդեն դա առանձին բան է, դա տեսեք առանձին։ Հիմա նորից եմ հարցնում, այդպիսի այլընտրանք, այդպիսի ընտրության առաջ կանգնած է եղել ընտրողը։ Այո։ Ինչին է ասել ընտրողը այո, ինչին է ասել ոչ։ Ձեր կարծիքով։ Ես ասում եմ, որ գործարքին 300,000 հոգի ասել է այո, գործարքին։ Մեկը փողը վերցրել, մեկը քաղաքական առումով իդիոտ է, իր համար միևնույնն է, գնաք
այդ արկղի մեջ մի թուղթ գցի, նրա համար միևնույն է։ Եվ կան նրանք, ովքեր որ համագործակցում են այդ վախի մթնոլորտը, այ հենց հիմա։ Մենք կարող ենք ուրիշ բաներ էլ ասել, չէ՞, դուք չեք սահմանափակել օրակարգը, այսինքն ես ինչ ուզենամ կասեմ, ու դուք չեք խոստացել եք, ասում եք, որ ասա։ Ուրեմն ուզում եմ ասել, որ հնարավորություն ուներ մեր քաղաքացին ընտրելու։ Նա տեսավ, որ պետությունը իրեն չի պաշտպանում, իր ձայնը չի պաշտպանում, թույլ է տալի, որ գողանան, պետությունը թույլ է տալի, որ Հայաստանում կեղծ օրակարգ լինի, ռուսական թե թուրքական, այդպես չի, կա արևմուտք, ինքը մասնակցել է մեր ժողովուրդը երկու անգամ, ես անընդհատ դա կրկնում եմ, երկու անգամ ժողովրդին հարցրել են, ինչ ես ուզում, ազատ ասել են արա, ինչ ուզում ես, 99% մասնակիցների, ես ասում եմ 2.5 միլիոն սովետական Հայաստանի քաղաքացի ասել է, մենք դուրս են գալիս ռուսական իմպերիայից, մենք ատում ենք ռուսական իմպերիան, հիմա ասում եմ, մենք չենք ատում, մենք Ռուսաստանին չենք ատում, մենք լավն ենք, փափլիկ ենք և սպիտակ, չէ, ռուսական իմպերիան նշանակում է Չարենցին, Բակունցին գնդակահարող, դա է նշանակում, 200 թե 300 հազար հայ տղամարդ գնդակահարող գերմանական ճակատում, թիվը չգիտենք, մենք չգիտենք, ինչքան են մեզ գնդակահարել, մասմա մենք չենք ատում, ոչ չեք ատում, լավ արեցին, որ Զաբել Եսայանին գնդակահարեցին, դա լավ բաներ, որ հայրենադարձ հայերին տասնյակ հազարներով հանեցին, քշեցին Սիբիր, լավ էր, չեք ատում դա, սիրում եք դա, ես դա չեմ հասկանում, Ատել բառը, որ օգտագործում է, դա ռուսաֆոբիա կասեն, չէ, ռուսաֆոբիան որն է, Չարենցին սպանողը, Ռուսաստանի քաղաքականության, եկեք բոլոր դեպքերում, ընդգծենք ինչի մասին է խոսքը։ Այսինքն Ռուսաստան բառը կարանք օգտագործեն, եթե Ռուսաստանը գնդակահարում է մեզ, 1300 սպա հայկական բանակի գնդակահարվել է, սիրով ենք մենք, այդ գնդակահարողին գնանք ձեռքը համբուրենք, ինչ անենք։ Պապական իրողություններ եք ասում, այսօր լրիվ ամեն ինչ Բայց այսօր որ մեր գյուղացիներին սնանկացնում է, սիրում ենք մենք Ռուսաստանին, որ փակել է մեր գյուղատնտեսական մթերքների ճանապարհը, սիրում ենք, լավ անում մեր գյուղացուն, որ սնանկացնում է, լավ բան է, ինչ լավ է, ուստի նորից հետ գանք, ես ասում եմ, մեր պետությունը պետք է ասել, այ հիմա, 3 չառաջ օրը, ռուսական ագենտի անունով կենտրոնական Փողոս Ամիրյանը փոխել էր, վայնասուն են բարձրացրել, ասում են, դե նա հայկական պետությանը դեմ էր, ով չի հայկական պետությանը դեմ, ասում են, ուրեմն մետրոն էլ փակեք, ատոմակայանը փակեք, իբր թե դա ռուսներն են սարքել, ոչ թե հայ ժողովուրդը, ոչ թե մենք ենք աշխատել, Գիրեք աշխարհորդ Բելգիայում ատոմակայան չկա, մետրոպոլիտեն չկա Հոլանդիայում, Դանիայում չկա, փոքր պետություններ եմ ես ասում, Ավստրիայում չկա ոչինչ, անապատ է, դրանց մտածելակերպ ասում են, Ստեփան Շահումյանը ո՞նց եք անում, Ստեփան Շահումյանը ո՞նց է, Դավաճանի անունը ո՞նց եք անում, ուրեմն հայկական պետությունը լուծարեք, Ստեփան Շահումյանն ասում ենք, դա ով է եղել Ստեփան Շահումյանը, դեմ էր հայկական պետություն, այս պետությանը որ կա, ես միտքս ավարտեմ, 2 անգամ մեզ հարցրել են հայ ժողովրդին, ուզում եք պետություն ունենալ, 99%-ը, 2.5 միլիոն մարդ ընտրություններին մասնակցել է, ասել են այո, մենք ատում ենք Ռուսաստանը, դուրս են գալիս Ռուսաստանի կազմից, սիրով չէ, ատելությամբ, որ ասել են, ուզում եք ասեք հարցման մեջ գրած էր դուրս գանք ռուսական իմպերիայի կազմից, ասել են այո, դուրս գանք, երկրորդ անգամ, բոլորովին վերջերս, ում եք ուզում, մեր ժողովրդին հարցրեցին, ուզում եք Ռուսաստանի կազմում մնալ, թե Եվրոմիության կազմում, այդպես եմ ձևակերպում, Եվրոմիություն եք ուզում, թե Ռուսաստան, 60,000-ին ստոպ տվեցինք, արդեն 60,000 Հայաստանի քաղաքացի ստորագրեց, որ ուզում ենք մտնել Եվրոմիության գաղութը, այդ ճամբարն ենք ուզում գնալ, ուզում ենք դուրս գալ ռուսական գաղութից ու ճամբարից,
այնտեղ ենք ուզում գնալ։ Երկու անգամ հարցրել են մեր քաղաքացիները, հիմա երրորդ անգամ Սահմանադրական դատարան են գնացել։ Մենք ասում ենք, այս ժողովուրդը, մեր ժողովուրդը ասել է անկախություն է ուզում եւ ժողովրդավարություն։ Եվրոմիություն ասելով մենք հասկանում ենք ազատ ընտրություններ։ Ժողովրդավարություն ենք ուզում։ Հիմա Սահմանադրական դատարանը պետք է դա որոշի։ Հարգում է Հայաստանի Հանրապետության սովետական Հայաստանի քաղաքացիների որոշումը դուրս գալ սովետական միության կազմից, ռուսական իմպերիայից։ Երկրորդը որ մենք ժողովրդավարությունը ընտրում ենք, մեր ժողովուրդը ընտրել է, դա օրենք է դարձել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դա չհարգեց, չճանաչեց մեր այդ կարծիքը։ Ասես թող գնում է գնա, թող տանեն Հայաստանը։ Հիմա հարց է դրված, Հայաստանը տանեն նորից մեզ տանեն գնդակահարեն։ Լավ, ինչու եք երկրորդ անգամ ուզում ընտրությունները անցկացվեն, վստահ եք, որ ինչ արդյունք կլինի։ Եթե համարենք, որ Սահմանադրական դատարանը բավարարեց։ Ես ունեմ նախադեպ, Տիկին Գայանե, նախադեպ 2.5 միլիոն սովետական Հայաստանի քաղաքացի անկախություն ընտրել է։ 60,000 հոգի ասում եմ ստոպ ենք տվել։ Պետք է 2 ամսում հավաքվեր 50,000, մի ամսում 60,000 հավաքվել է։ Կանգար տվեցինք, որովհետև բավարար էր, անհրաժեշտից ավել էր։ Ուրեմն ես վստահ եմ, որ եթե ազատ արդար թափանցիկ ընտրություններ լինեն, Հայաստանում կընտրվի արհեստավարժ, լավ կառավարող, լավ վարչարար։ Ինչն է փոխվել, մի ամիս էլ չի անցել, դեռ հունիսի մեջ։ Ես ասում եմ, որ սպառնալիք, այսինքն պետության անգործությունը։ Ինչու պետք է այլ արդյունքներ լինեն։ Պետությունը, տեսեք, եթե մի անգամ էլ անգործության մատնվի, բա մենք խոսում ենք դրա մասին։ Եթե պետական ինստիտուտները, ազգային անվտանգության ծառայությունը, դատախազությունը, ներքին գործերի նախարարությունը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, եթե աշխատեին, մենք բոլորովին այլ արդյունքներ կունենանք։ Այն 300,000-ը Դուք եթե եք ասում, ես ասեմ մի նախադասություն, որ այդ 300,000-ը դրանը հանկարծ չսպասի ինձ ողջունելու համար, էլի, որտեղ ես իրենց մասին լավ կարծիք ունեմ։ Ուրեմն այդ 300,000-ը ես համարում եմ իշխանությանը դաս տվեցին, ակցիա արեցին անհնազանդության, ցույց արեցին, ասեցին լավ աշխատեք, արգելեք հակապետական քաղաքական ուժերի գործունեությունը Հայաստանում, եթե չէ, մենք նրանց կօգնենք ձեզ աշխատանքից կազատեն։ Իմացաք ինչ էր 300,000-ը։ Ես հիմա ափսոսում եմ, չէի կարող 2 ձայն ունենալ, մեկը դրանց կտայի։ Պարոն Արշակյան, կհանդիպենք ամսի 26-ը այսօր է, մյուս շաբաթ ես կցանկանայի ձեզ հետ այս զրույցը շարունակել, երբ պարզ կլինի, ինչ որոշեց Սահմանադրական դատարանը եւ այդ որոշումից հետո ինչպիսի իրականություն է ձևավորվելու Հայաստանում։ Քաղաքական իրականության մասին է խոսքը։ Իսկ այսօր շնորհակալություն։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալություն սիրելի բարեկամներ, Ազատ Արշակյանի հետ էինք զրուցում, Գերագույն խորհրդի պատգամավոր, հասարակական քաղաքական գործիչ, զրուցվար մեր Գայանե Առաքելյանը, բարին ձեզ։